Մի շարք պետություններ իրենց հայտարարություններով ողջունել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կետերի ամբողջական համաձայնեցումը։ Վրաստանը, Իսպանիան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Ֆրանսիան, Իրանը, Գերմանիան, վերջերս նաեւ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարը Եվրամիության դիտորդական առաքելության հետ էր այցելել հայ-ադրբեջանական սահման։ Պարոն Բագրատունի, Նիդերլանդները ինչ վերաբերմունք ունի այս գործընթացում եւ առհասարակ հայ համայնքը այս գործընթացի մասին ինչ վերաբերմունք ունի։ Նեդերլանդները շատ տարօրինակորն է, երեք կարդացի, որ թերթում գրված էր Հայաստանը եւ Նեդերլանդների կառավարությունը անցյալ այս չորեքշաբթի օրը ինչ որ պակտ են ստորագրել իրար մեջ, օգնության, այսպեսի ինչ որ Նեդերլանդների կառավարությունը օգնի Հայաստանին ու ասվում էր նրա մասին, որ քանի որ Հայաստանը Ռուսաստանից անջատվում է, կարիք ունի օգնության եւ այլ, այսպեսի թեմա էր։ Այո։ Ու նշվում էր, որ մի քայլ ավելի մոտ է Հայաստանը այդ խաղաղության պայմանագրին ու բացատրում էր կարճ ինչի մասին է խոսքը, Արցախյան պատերազմ եւ այլն։ Ու ճիշտ ասած շատ զարմացա, որովհետեւ հայկական իրականության մեջ չէի նկատել այս փաստը, որը իրականում շատ կարևոր փաստ է, որովհետև Նեդերլանդները լինելով ճիշտ է փոքր երկիր, բայց շատ մեծ դեր ունի Եվրոպական միության մեջ, Եվրոմիության մեջ եւ տնտեսական եւ քաղաքական եւ ուժային ամեն տեսակի մեծ ազդեցություն ունի ու շատ կարևոր է իր հետ ինչ հարաբերությունների մեջ է։ Մյուս կողմից նայելով իհարկե որտեղ հակառուսականություն կա, ամենաառաջինը նաեւ Հոլանդիան է այդտեղ իր գործը անում, մտնում եւ այլն, ընդհանուր Եվրոպան այսպիսի եթե սարը դատենք, հա, էմոցիաներուց դուրս, այսպես չմտնենք հայկական դաշտը, Եվրոպայի կեսից շատի համար Հայաստան ընդհանրապես գոյություն չունի, իրանց ոչ մի տեսակի, իրանց ոչ մի քաղաքականության կամ ապագայի կամ կապի մեջ չկա Հայաստանը։ Ինչ որ մի քանի երկրներ են, օրինակ Ֆրանսիան կամ եւ միգուցե Գերմանիան ու Բելգիան, Բրյուսելը, չգիտեմ, Նեդերլանդները ունեն ինչ որ փոքր հետաքրքրություն, բայց այդ հետաքրքրության հիմնական մասը բաղկացած է հակառուսականության հետ։ Այսինքն իրանց հետաքրքիր է Հայաստանը, որպես մի երկիր, որը ուզում է Ռուսաստանից անջատվի, սա է իրանց հիմնական նպատակը։ Թրամփից հետո Թրամփի կանոնը չփոխվեց։ Որ կանոնը։ Հակառուսականության այս դաշտը։ Չէ, ինչի պիտի փոխվի, ընդհակառակը։ Նախ ասեմ, որ Թրամփի գործը հələ պարզ չի, ինչ է ուզում, հա, սկզբից եկավ սենց թափով դպ արեց, հետո ամեն մեկը սառացրեց, կանգնացրեց, ասեց երկարացնենք եւ այլն, պարզ չի ինչ է անում ինքը։ Բայց Եվրոպային դրեց մի հատ վատ դրության մեջ, ասենք իրանք միասին հակառուս էին, հետո ինքը դուրս եկավ ու Եվրոպան մնաց միայնակ։ Ստեղ եւս մեզ համար շատ վատ մի իրադարձություն տեղ ունեցավ, անցյալ շաբաթ էր, քանի որ Եվրոպան ինքը չունի հզոր բանակ, հա, եվրոպական երիտասարդությունը չի ծառայում, իրանք սենց թուլացած վիճակների մեջ են հիմնականում եւ Հոլանդիան կեսը չունի սկի բանակ։ Ու երբ որ Ամերիկան զգացին, որ Ամերիկան կարա թողնի իրանց մենակ Ռուսաստանի դեմ, շատ մեծ վախ առաջացավ իրանց մեջ, սկսեցին ասել, պահո, բա հիմա որ Ամերիկան մի օր գնա մենք ինչ ենք անել Ռուսաստանի դեմ։ Ու սկսեցին ման գալ պաշտպանության մի ուրիշ հնարավորություն։ Ու դուրս եկան այն մտքին, որ իրանց համար իրանց հնարավոր է պաշտպանի թուրքական բանակը, որը շատ մեծ է ու իրանց այսպես ընկեր է եւ մոտիկ է եւ մտնում է այդ հակառուսական տրամադրությունների մեջ, հա, սկսեցի մտածել այդ ուղղությամբ, որ մի րոպե, կարանք մենք բանակ չունենանք, բայց այնպես արենք, որ թուրքական բանակը լինի մեզ պաշտպան, այսինքն Թուրքիան եւս մեկ մեծ քայլով դարձավ եվրոպացիների համար կարևոր մի երկիր։
որը իհարկե մեր համար շատ վատ է, բայց իրականում իրանց մոտ ոչ մի հակառուսականություն չի փոխվել, ընդհակառակը հակառուսականությունը ավելի շուտ էր, քան ուկրաինական պատերազմը։ Եվ չմոռանանք, որ այս ամբողջ այդ Ուկրաինան, այս եվրոպական տարածաշրջանն է, որ իրանց համար ամենակարևոր տարածաշրջանն է, իրանք ընտրել են այդ թիրախը արդեն։ Ռուսաստանը իրանց համար այսօր թշնամի է։ Ռադիոյով, տելևիզիով ամենտեղ լսում ես արդեն կոնկրետ Ռուսաստանը իրանց թշնամին է, ոնց որ առաջ Սովետն ու Ամերիկան էր, այդպիսի տրամադրություն ամենայն դեպս Նեդերլանդներում։ Ու չէ, ոչ մի բան ես չեմ տեսնում, որ փոխվել է։ Հայկական սփյուռքը իհարկե շատ ոնց բացատրեմ, երբ որ իշխանությունը փոխվեց, գիտենք ինչ արեց Հայաստանի այս նոր իշխանությունը, կտրեց կապը սփյուռքի հետ։ Դրանով իսկ հարվածելով շատ մեծ հարվածելով շատ ուժեղ հարված հասցրեց սփյուռքի գոյությանը։ Հիմա սփյուռքը կապված չի ոչ մի ձևի, ինչ-որ մանր անհատական թելերով է կապված Հայաստանի հետ, այսինքն մեր սփյուռքահայերի կյանքը միանգամից մարեց, այսպես ասած, որովհետև կապը չկա, արդեն աշխուժությունը չկա, ամենակարևորը մեզ համար Հայաստանի հետ կապն է։ Առանց Հայաստանի հետ կապի սփյուռքը իմաստ չունի, ուժ չունի, Ներողություն եմ խնդրում ընդհատելու համար եւ գնահատականի, որը հիմա պատրաստվում եմ հնչեցնել, բայց այդուամենայնիվ կա որևէ իշխանություն, որը կարող է կտրել իր ազգին սփյուռքից։ Այս սփյուռքի կապը, տեսեք, անհատական կապը չեն կարող իհարկե, պետք է անհատական, չգիտեմ, արեցին չնայած դա էլ արեցին, մի քանի հոգու չեն թողնում մտնել Հայաստան եւ այլ, բայց դա չի կապը։ Կապը ընդհանուր պետական հզոր ուժեղ կապն է, որից սնվում է սփյուռքը, այսինքն եթե հայկական իշխանությունները չունեն հատուկ ծրագիր սփյուռքին մշակելու, սփյուռքի հետ կապնվելու, սփյուռքին զարգացնելու, հայապահպանման գործին առաջնորդելու, ապա սփյուռքը ինքն իրան միանգամից շատ աստիճաններով թուլանում է, որովհետև տեսեք, կարող նայել որպես խարույկ, հա, այս խարույկի մեջ պետքա փայտ լցվի, որ այրվի այս խարույկը։ Իսկ այս փայտը լինում ովքեր են, հայերն են ու Հայաստանը։ Հայաստանը չունի հարյուրավոր միլիոնավոր բնակչություն, որպեսզի ապահովի ամեն տարի նոր հայերի գալուստը, ու այդքան էլ լավ չի, որ շարունակաբար լինի այդ ներգաղթը։ Մյուս հնարավորությունը այն է, որ Հայաստանի Հանրապետությունը պետական միջոցներով, պետական հնարավորություններ պետության կողմից աջակցի սփյուռքին, քանի որ հակառակ կողմը, ոչ հայկականը, տեղականը, ինքը շարունակաբար ամեն օր է, մեր երեխաները ամեն օր են տեսնում, խոսում այս լեզվով, շփվում այս մարդկանց հետ, իսկ Հայաստանի հետ կապը դա շարունակական չի, պետք է այդ կողմից միշտ հզոր մի ինչ-որ ուժ, ինչ-որ մի կոնկրետ ծրագիր աշխատի մարդկանց վրա, որպեսզի պահի հայ, թե չէ այս մի կողմը միշտ ազդում է ամեն օր, ամեն վայրկյան այս ուժը կա, եթե հակադարձ ուժը չկա, ապա այս ուժը հաղթում է գնալով, ասենք օքեյ, մի սերունդը չէ, բայց երկրորդ սերունդը ավելի քիչ, երրորդը ընդհանրապես էլ չկա։ Այսպես է լինելու։ Իսկ տարբերությունը այն է, որ որոշ մարդիկ կարող մտածեն, բա ինչի առաջ տենց չէր, հա, սփյուռքը, մենք ունենք մի դրական էլեմենտ, մեր հիմնական սփյուռքը գտնվում էր մահմեդական երկրներում, այնտեղ իրանք ստիպված հավաքվում էին, որովհետև ապրում էին մահմեդականների մեջ, որպեսզի իրանք պահպանեն հայությունը, պետք է հավաքվեն ինչ-որ մի քաղաքներում լինեն ավելի շատ մոտիկ։ Այդ ուժը իրանց տալիս էր շարունակություն, այսինքն դրանով իրանք ամուսնանում էին իրար հետ, խոսում էին նույն լեզվով, իրար հետ էին շփվում։ Դեմոկրատ երկրներում չկա այդ խնդրը։ Դու չես կարող, ասենք հոլանդացուն նայես արաբի նման, կամ իրանք քեզ թշնամի չեն, իրանք քեզ չեն սեղմում այդ իրանց մահմեդականությամբ, քեզ չեն ճնշում, որ դու այդ ճնշումից գնաս քո
հարազատի կողքը, ազատ ամեն ինչ ուզում ես արա, ոնց ուզում ես արա, ամենտեղ ապրի, բայց այստեղ ցրվում է, այդ արդեն ամենամեծ խնդիրն է, որ ցրված են, նշանակում է կապը չկա, կյանքը լարվածա չունե ժամանակ շփվելու եւ այլ, ու տենց մանր կործանվում է, կորում է պրոստը, շատ հասարակ կորում է այդ կապը, այդ ցանկությունը, այդ ուժը, որ մնա հայ։ Իհարկե մնում են հայեր, կան, դրանց մեջ այն մարդիկ են, ում մեջ շատ է այդ ուժը, կամ ունեն ինչ-որ շատ մեծ կապեր, կամ ունեն առիթներ, պատճառներ եւ այլն, մի քիչ ավելի մեծանում է թեման, բայց ընդհանուր առմամբ թուլանում է։ Ու չասենք, որ այո, Սփյուռքը երկու մեծ խմբի է բաժանված, հայապահպանական, սենց մի քիչ կոպիտ բաժանեմ, ու դեմոկրատական, գլոբալիստական, այսպիսի, էլի նույն խնդրի պատճառով, որովհետև ամեն օր մենք ստանում ենք այդ գլոբալիստական, դեմոկրատական նյութը, սնունդը, ու մարդ պետք է ամեն օր այդ ուժին դիմադրի պայքարի, որպեսզի մնա ազգային քո կառույցի մեջ, հա, մնաս քո հայկականը պահպանելով, որովհետև քեզ չեն ստիպում, քեզ չեն սպանում, բնականաբար դու թուլանում է քո մոտ ինքնապաշտպանական մեխանիզմը։ Այդ երկու թևերը ինչպես արձագանքեցին երեկվա Փաշինյանի թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցին, երբ վերահաստատեց, որ հայոց ցեղասպանության ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունը չէ։ Կարծես թե Սփյուռքը ավելի այստեղ մտահոգվելու առիթ ունի եւ ավելի թույլ կտամ ասել, ավելի անձնական, ավելի սեփական մաշկի վրա զգալու էլեմենտի մասին է խոսում Փաշինյանը եւ առաջինը հենց Սփյուռքում ապրողն է, որ պիտի ցավ զգա, իհարկե այդ ցավը նաեւ անշուշտ մեզ էլ խորտ չէ այստեղ։ Արձագանքը ինչպիսին էր այս երկու թևերի մեջ։ Ձեր ասած դեմոկրատական եւ պահպանողական, այսպես։ Ճիշտ ասած, ցավը իրոք բոլորինիս է, որտեղ դա մեր ազգի ցեղասպանությունն է, ոչ թե Սփյուռքը հայերի, բայց սենց ասեմ, եթե մի 10 տարի առաջ ինչ-որ մի հարց էր լինում ցեղասպանության հետ կապված, ապա այսինքն սենց ասեմ, միակ ամենահզոր ուժը բացի եկեղեցուց Սփյուռքը հայերի համար դա ցեղասպանության հարցն էր։ Օրինակ Հոլանդիայում կան շատ գաղութներ, իրանք կարան իրար միս ուտեն, իրար հետ կռվեն եւ այլն, բայց կար մի հարց, ունենք մի օր, երբ ամբողջ հայազգը միասին էր, ու մոռանում էինք ամեն ինչ, ու այդ օրը տրվում էր ցեղասպանությանը։ Դա էլ էր գալիս էլ ինչ-որ մի մասով Հայաստանից, որովհետեւ եթե հիշենք, կարծեմ Քոչարյանի ժամանակ էր, որ դարձավ ցեղասպանության հարցը նորից մեր պետության արտաքին քաղաքականության մաս, այսինքն պետությունը սկսեց այդ հարցը քննարկել, ներմուծել, ակտիվացնել, շոշափել նաև Սփյուռքում։ Ու այդ ժամանակ Սփյուռքը իհարկե օգնում էր, ուներ նաև ծրագրեր եւ այսպիսով կապ ավելի էր հզորանում Հայաստանի Սփյուռքի մեջ։ Հիմա այդ կապ էլ չկա, ու եթե գումարենք դրան, որ Հայաստանի Հանրապետությունը չի զբաղվում դրանով, ապա Սփյուռքը ինչ կարա անի։ Սփյուռքը չի կարա, ինչ էլ լինի, հա, ինչ-որ կառույցներ են սարքում, ինչ-որ վառվռուն անուններ են դնում այդ կառույցներին, ասում են այս արեցինք, այն արեցինք, բայց արդյունքում դրանք զրո են, դրանք ոչ մի բան են, ոչ մի Սփյուռքի օջախ կամ չգիտեմ պետության ապրող Սփյուռքահայերի միություն չի կարող ցեղասպանության հարց բարձրացնել ու հասցնել ավարտի նամանավանդ, էլ չեմ ասում պահելը, այսինքն այս հարցը, եթե Հայաստանի Հանրապետությունը փակում է, նշանակում է այս հարցը մանրից փակ չենք մոռանալու, իհարկե դա ուրիշ հարց է, որ մոռանանք, ոչ, բայց նշանակում է այդ հարցը չի լինելու արդեն ակտիվ քաղաքական դաշտում ու ոչ մի տեսակի բաներ սպասել չի կարելի։ Ինչ-որ մեծ արձագանքներ ես չեմ լսել, ու ինձ չի էլ թվում, որ հնարավոր է լսենք, որովհետև այն մի մասը համաձայն է իհարկե դրան, իսկ մյուս մասը, որը համաձայն չի, նրանք արդեն մաշվել, հոգնել կամ էլի անելիք չունեն, ինչ անեն, ասենք
օքեյ խոսեցին, բայց ում դեմ խոսեն, ինչքան խոսեն, այս մի իրավիճակ է ստեղծում, երբ որ դու, որին ես ապրել եմ անցյալ տարի կարծեմ, թե նախանցյալ տարի, առաջի անգամ իմ կյանքում դուրս եկանք ցույցի Հայաստանի դեսպանատան դեմ։ Իհարկե ցանկությունով, որ ինչ-որ մի կոնկրետ հարցի մասին էր, Արցախյան հարցն էր, բայց այնքան տհաճ իրավիճակ է, երբ որ դու քեզ հայ ես համարում, դու քո ազգը պետությունը սիրում ես ու դուրս ես գալի քո հանրապետության դեսպանատան դեմ։ Սա մի տեսակ աննորմալ իրավիճակ է, այս աննորմալ իրավիճակում ես 6 տարի ապրում ենք, այն աստիճանի ասանք, որ այդ քայլին պետք է դիմենք մի օր։ Այս տեսակի մի բանը ինչ անեն, ասենք ինչ պիտի անի մի մարդ, որը կամ մի օրգանիզացիա, խումբ, որը ցեղասպանության հարցը ուզում է առաջ տանի, բայց իր պետությունը չի ուզում։ Առաջինը պետք է գնա իր պետությանը, որտեղ եթե հասնես ենթադրենք ինչ-ինչ հնարավորությունով հասար ինչ որ մի տեղի, որտեղ կարող են քննարկել, ու դու ասում ես քննարկեք մեր ցեղասպանության հարցը։ Ոնդեղ ցանկացած մի քիչ ուղեղ ունեցող կասի մի րոպե, սիրելիս, բայց քո պետությունը սկի չի ուզում քննարկել։ Դու ով ես եկել ես մեզ ասում ես քննարկեք, ճանաչեք այս պետությանը, որի վրա մենք հույս ենք դնում, որ ինքը պիտի մեզ պաշտպանի, մի հատ է գնանք իրան ասենք դու ցեղասպան ես, քեզ էս ենք անում, են ենք անում։ Չկա, ռեալ չի դա։ Իրական չի դա։ Հեքիաթների դաշտում է, էմոցիոնալ դաշտում է, մենք հայ ենք, էս ենք չկա, ինչքան խոսամ, այնքան ավելի տխուր բաներ պետք է ասեմ, որովհետև իրականությունը դա է։ Սրանք այնց քայլեր են անում, որոնցով գլխատում են որոշ իմաստներ, որոշ գործողություններ, անիմաստ է դառնում արդեն առանց դրա, ոնց որ պատերազմի ժամանակ, հա, ինչքան դիսկուսիաներ են ելնում, բայց հասկացող մարդ հասկանում է, լսի, եթե բանակի ղեկավարը ուզում է պարտվես, զինվորը թող ամեն մեկը նժդեհ լինի, չի կարա հաղթի, որովհետև բանակին պետքա կառավարող, բանակը պետքա լինի ստրուկտուրա, այնտեղ պետքա լինի կառույցներ, պետքա ծրագիր լինի, եթե չկա այդ ամենը, ու նամանավանդ որ ղեկավարը ուզում է որ դու պարտվես, իզուր գնում ես զոհվում ես, ոչ մի օգուտ չես տալու, ասենք եթե նույնիսկ ինչ որ բաների հասնես, մեկա վերջում ասել եմ նորից հետ եկեք վերջացավ ամեն ինչ, այս է ամբողջ ստրուկտուրան, ինչ կարա լինի կամ ոնց է աշխատում, ինչը որ մեզ տուպիկի առաջ է կանգնացնում միշտ։ Իսկ եվրոպական երկրներից, այսպես ասեմ, ոնց որ ասեցի, Եվրոպայի համար այնքան էլ մենք որպես պետություն, չգիտեմ, հետաքրքիր չենք, բացի նրանից, որ Ռուսաստանից կտրեն։ Բայց Ռուսաստանից կտրելն էլ, քանի որ մենք մեզանից ինչ որ մի բան չենք ներկայացնում մեծ, այդ կտրելն էլ ինչ որ մի մեծ բան չի ներկայացնում։ Մենք միշտ մտածում ենք, որ մենք սահմանում, հա, Ռուսաստանի համար մենք շատ կարևոր սահման ենք բան, բայց որ խորանում ես ու աշխարհագրություն իմանում ես, գիտես որ մենք սկի սահման չունենք Ռուսաստանի հետ, ասենք մենք Ռուսաստանի սահմանից երկրորդ պետություն ենք, մեր արանքը կա Վրաստանն է իր համար շատ կարևոր, որովհետև դա իր սահմանային երկիր է, Ադրբեջանը, բայց Հայաստանը Վրաստանից հետո է, ինչ որ մի երկիր հետո է, այսինքն ինչ որ ուրիշ բաներ կարող է կարևորություն ունենան Ռուսաստանի համար, բայց ընդհանուր առմամբ այնքան կարևորություն չունենք եվրոպացիների համար, իրանք մեզ կտրեն թե չէ։ Այս ստեղ է ամենամեծ վտանգը, որ մենք կարող է դե ինչի են սրանք այդպես վտանգավոր խաղում, որ սրանք կարող է ստեղից հանելով, ընդե ուզենալով, սենց արանքում մնանք անտեր, ոնց որ եղավ 15 թվականին, ու այդ ժամանակ Թուրքիան, որը երազում է մեր երկիրը, մեր հողը վերցնի իր համար, մեզ կոտորելը հələ մի կողմ դնենք, հա, բայց հողը իրանց համար ամենակարևորն է, ստանա մի հատ պատմական նվեր, այն երկիրը, որ ինքը քանի դար ուզում էր, հիմա անտեր, թույլ, առանց ինչ որ մի ծրագրի, ինչ որ առանց ոչ մի բանի, որ ծովում լողացող նավ է, ու հափշտակի, ունի ինքը այդ հնարավորություն, հասկանում եք, մարդիկ կան, որ չի կարա, սա չի կարա, ինքը այն հնարավորություններ ունի, որ կարա ցանկացած իր հարևան երկիր մտնի պատերազմի, ինչ որ անում է,
հա, Սիրիայում տեսանք, Իրաքում տեսանք, Հայաստան ինչա որ չկանը մտնի։ Միակ խանգարող ուժը դա Ռուսաստանն է։ Պատկերացնում եք Ռուսաստանից, որ ինչ-ինչ պատճառներով այդ վերջի թելն է կտրվի, որտեղ եթե ունենք 100 թել կապող, չգիտեմ, 80-ը, երևի 90-ը արդեն կտրվել է, ու ամեն օր մի թել կտրվում է Ռուսաստանի հետ կապի։ Եթե վերջնական կտրվի ու մենք մնում ենք այդե լրիվ անտեր, շատ չոր դաժան իրավիճակը, բայց այդ է իրականությունը։ Դե ես չեմ հավատում, չկա տենց բան, որ ինչ որ, չգիտեմ, Ֆրանսիան կամ որ երկի կամ հոլանդացիք իրան կարգին բանակ չունեն, որ պետք է գան մեր համար զոհվեն, որ թուրքը չվերցնի Հայաստանը, տրամաբանություն չկա այդտեղ, հասկանում եք, ոչ մի տեսակի տրամաբանություն չկա, որ մեկը պետք է նստի, մտածի, սա վազելով պետք է ֆրանսիացի գան կամ մեկը կար չէ մեր քաղաքական գիգանտներից, որ ասում էր 8 րոպեում ամերիկական զորքը կգա մեզ կպաշտպանի Թուրքիայից։ Հեքիաթներ ու ծիծաղալու շատ ծիծաղալու հեքիաթներ են։